Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Ողջույն, պարոն Մեհրաբյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ ձեր հարգարժան լսարանը։ Շնորհակալություն եւ ես ձեզ պինդ նյարդեր եմ մաղթում, որովհետեւ Պինդ եմ։ այո, Ռոբերտ Քոչարյանին ենք նաեւ քննարկելու։ Հիմա ես մեջբերում եմ անում, բռնվեք։ Նոյեմբերի 9-ը, նույն օգոստոսի 8-ն է։ Մհմ, Դե, ստեղ բռնվելու տեղ չկա, պարոն Ոսկանյան։ Գիտեք ինչ, իմ կյանքը արդեն հետ հաշվարկն է սկսել, հա, ասենք, զուտ կենսաբանական պատճառներով եւ այդ Աստծու կողմից ինձ տրված ժամանակը ծախսեմ նման շատ մեղմ եմ ասում, անհեթեթությունների վրա, ուղղակի դա կլինի, ինչ ասեմ, անարդար վերաբերմունք սեփական անձիս նկատմամբ, հա, ես երևի թե գերադասեի զբաղվել ավելի օգտակար եւ հանրօգուտ գործերով, քան այդ ամենը ունկնդրել, դեռ մի բան էլ բովանդակային վերլուծության ենթարկել եւ փչացնել ձեր եթերային ժամանակը այդ ամենը նաև բարձրաձայնելու համար։ Բայց եկեք հասկանանք ինչ է տեղի ունենում այսօր եւ ինչի համար։ Ինչու հիմա եւ ինչու սրանք։ Հայաստանի դեմ, որ Ռուսաստանը վարում է հիբրիդային պատերազմ, սա պոլիշինելի գաղտնիքն է, հա, այսպես ասենք, եւ միանգամայն հասկանալի է, եւ տեսեք այս օրերին ովքեր են հանդես գալիս։ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը, Բայրամովը, իսկ այդ ամեն ինչի ստարտը տվեց դեռ նոյեմբերի 9-ը չբոլորած, նոյեմբերի 9-ի հնգամյակի արդիվ Ռուսաստանի արտգործնախարարություն։ Ստարտը տրված էր։ Եվ այդ ամենը ունի, այսպես ասենք, մի ընդհանուր ինտեգրալի տակ գտնվող մի բանաձև է եւ դա բանաձև է Հայաստանի ժողովրդավարությունը թիրախավորելու ուղղված բանաձև է Հայաստանը Ռուսաստանի տակ հետ մտցնելու ուրեմն մտցնելուն ուղղված եւ բնականաբար իրենց հաշվարկով նոյեմբերի 9-ը դա Հայաստանի համար ցավոտ հարց է, բերեք վրան աղլացնել։ Ահա եւ ողջ տրամաբանությունը։ Մի քիչ էլ խառնենք եկեղեցին եւ պատկերն ամբողջանում է։ Հմհ, Եթե այս ամենը մենք նայում ենք այս դիտանկյունից, ապա այնքան անիմաստ է դառնում, թե ընդհանրապես նրանք ինչ են ասում, ինչպես ասենք գոմի դռան ճռռոցը։ Այ մոտավորապես այսպես ասենք բովանդակային արժեքի իմաստով դա նույն հարթության վրա է։ հմ։ Պարոն Մեհրաբյան, Այո։ Գոմի դուռը ճռռում է, դրանց արձագանքում է հանրապետության վարչապետը։ Ես ուզում եմ ցիտել, ինչպես է Շատ ճռռում։ իզուր էլ արձագանքում։ Ես ուզում եմ ցիտել, ինչպես է Այո։ ճռռում Գոմի դուռը։ Ռոբերտ Քոչյանի հարցազրույցից են մեջբերումները եւ խնդրում եմ նկատի ունենալ, մեջբերումները ուղղակի են, ուղիղ են, Այո, այսինքն այո։ Ցիտատներ, այո, իմաստային մեծերի փոխանցում։ ցիտատներ, այո։ Եվ այսպես, Հայաստանը պիտի կառչեր նոյեմբերի 9-ի 9-րդ կետից։ Օ, Հայաստանն է բերել Արցախի կորստի, Հայաստանն է հրահրել պատերազմը, Հայաստանը ձախողել է Մինսկի խմբի բանակցային գործընթացը, ինչ պիտի աներ Ադրբեջանը, եթե ոչ պատերազմը, Ալիևից ուղիղ Հայաստանը պահանջեց պատերազմ։
իդեալական պայմաններ Ադրբեջանի համար պատերազմ հրահրելու համար։ Պարոն Ոսկանյան, դուք ասացիք, որ պետք է ընթերցեք մեծերի ցիտատներ, բայց ես չֆիքսեցի։ Սա Մարիա Զախարովայի ցիտատներ, թե Զատուլինի, Թե թե Բայրամովի։ թե Բայրամովի, պայմանական Բայրամովի ցիտատներ, որովհետև ըստ էության, թե տառով, թե ոգով այստեղ որևէ տարբերություն չկա եւ այս ամենը, ինչպես եւ ես սկզբից էլ ասացի, այս ամենը նույն ինտեգրալի տակ է եւ սա այդ պատերազմում այդ կրակող թնդանոթներից մեկն է, հա, կրակող այդ հրետանու, այսպես ասենք, մարտկոցներից մեկն է, լավ ասենք։ Մյուսն էլ կողքինն է։ Դուք կարող եք հիմա եւս ցիտատներ ընթերցել մեծն Սերժ Սարգսյանի 6 ժամանոց այդ դարակազմիկ հարցազրույցից, խնդրեմ, կարող եք Նարեկ Կարապետյանի այն էկզերսիսներն էլ բերել մեջտեղ։ Խնդրեմ, մի քիչ էլ Բայրամովով համեմեկ այդ ամենը, դա նույն Ղազանի միջից է, էլի։ Այնպես որ պլյուս Մարիա Զախարովա, դե բնականաբար։ Պարոն Մերաբյան, բայց այնուամենայնիվ, եթե մենք այս մարդկանց մասին դեռ խոսում ենք, եկեք խոսենք Հայաստանի մասին։ Խոսենք Հայաստանի մասին։ Ա, ես ինչ նկատի ունեմ։ Հայաստանի դեմ սա Ռոբերտ Քոչարյանի 20 րոպեանոց դեռ հարցազրույցի ցուցմունքներն են Հայաստանի Հանրապետության դեմ, որոնք ես եմ դուրս բերել։ Ցուցմունք չեմ, պարոն Ոսկանյան, սա դանոս է Հայաստանի դեմ։ Բա ինչու է դա հնարավոր։ Որովհետև նրանք դեռ զրկված չեն նման բան անելու հնարավորությունից, ավելին 7 տարի առաջ մերժված լինելով, իշխանությունը իր թեթև ձեռքով դրանց դեռ պահում է քաղաքական դաշտում որպես ակտուալ գործոն, չնայած այնտեղ բովանդակային առումով էլ գործոն չկա, քաղաքագիտական առումով գործոն չկա։ Այս մարդիկ ֆունկցիոնալ առումով այնքան են հնացել, դարձել են դինոզավր, իսկ դինոզավրերը պետք է վերանան, չէ՞։ Մարդկության չէ, բնության այս էվոլյուցիան իզուր չի, չէ, որ հենց այդպես է ընթացել, դա պատահականություն չէ։ Իսկ մեր մոտ դեռ դինոզավրերը ման են գալիս քաղաքական, դեռ ինչ-որ մտքի առկայծումներով կիսվում են հանրության հետ, նյարդայնացնում եւ այլն։ Ոմանց էլ մոլորեցնում։ Բայց ըստ էության նրանց այս ասած արտաբերած մտքերը կապ չունեն իրական քաղաքականության հետ, ազդեցություն չունեն process-ների վրա եւ չեն կարող ունենալ, ոչ էլ երկնքում աստղերի դասավորության վրա են ազդում, էլի։ Ես շատ սխալ եմ համարում, որ վարչապետը սրանց այս ամենին արձագանքում է։ Սա այս ամենը բացահայտում է եւս այն բացը, որ մենք ունենք եւ բարեբախտաբար սկսել է այն լրացվել, դա ռազմավարական հաղորդակցության դեպարտամենտն է, որ պետք է կառավարության կազմում, կառավարության աշխատակազմի կազմում վերջապես այսքան ասելուց հետո աշխատի ու այս ամենին պատասխան տա շատ սառը ձևով։ Ասենք ձեր ասած ցիտատ եւ իրականություն, ցիտատ իրականություն, ցիտատ իրականություն։ Իսկ վարչապետը պետք է զբաղվի իր գործով, այլ ոչ թե ոտքի վրա, էմոցիայի տակ եւ այլն։ Սա վարչապետի գործը չի։ Սա նույնիսկ վարչապետի մամլոք արտուղարի գործը չի։
Հիմա ես էլի մեջբերում եմ Քոչարյանին, ներողություն եմ խնդրում դրա համար։ Հերո Ադրբեջանը սեղանից։ Ադրբեջանը համաձայնվեց դադարեցնել պատերազմը, սակայն ոչ Հայաստանը։ Ինձ համար 44-օրյա Արցախյան պատերազմի ամենաանհասկանալի կողմը Ռուսաստանի հրադադարի առաջարկի մերժումն էր Հայաստանի վարչապետի կողմից։ Մեղրին հանձնի, պահելով Արցախը։ Դե գիտեք ինչ, պարոն Քոչարյանը թուլություն ունի մեղրի նկատմամբ եւ այդ թուլությունը գալիս է դեռ հոկտեմբերի 27-ից առաջ ընկած ժամանակաշրջանից, դրա մասին եւս կամ փաստաթղթեր չհիշեցնեմ, բայց պարզ է, որ այդ մեղրի քոր գալը դա քոչարյանական ծագում չունի, դա ունի ռուսական ծագում եւ ահա դրա մասին է բարձրաձայնում Ռոբերտ Քոչարյանը։ Եթե մերժում եք ու մինչև վերջ չեք մերժում, բնականաբար իրենք էլ հնարավորություն են ստանում անել այն, ինչ անում են։ Դա մեկ։ Երկրորդը, այո, ժամանակին ամերիկյան արդարադատությունը սերիական մարդասպան մաֆիոզի Ալ Կապոնեին այնուամենայնիվ վերջապես բանտարկեց ինչի համար։ Հարկեր չվճարելու համար։ Եվ նա վախճանվեց վեներական հիվանդությունից բանտում, հա։ Հիմա գիտեք ինչ, ձերս բոլոր հարցերը բոլոր դեպքերում են ռետորական, բացառությամբ մի դեպքի, եթե դրանք հասցեագրված չեն մեր գլխավոր դատախազ։ Անձամբ, անձամբ գլխավոր դատախազը այստեղ ուղղակի չի կարող չտեսնել համապատասխանությունը այն հոդվածին, որով մեղադրանք է առաջադրված իշարս այլ հոդվածների Վարդան Ղուկասյան։ Եվ այստեղ, այո, նրանք պետք է գործ ունենան Հայաստանի արդարադատության հետ։ Բայց ով է Հայաստանի անունից նման մեղադրանքով հանդես գալու լիազորությունների տերը Հայաստանի գլխավոր դատախազությունը, որն աշխատում է մեր հարկերի հաշվին եւ պետք է ծառայի մեր շահերի, պարոն Լուսկան։ Անում է դա, չի անում։ Դե քանի դա չի անում, ձեր հարցերն էլ մնում են ռետորական հարցերի շարքում եւ դեռ որոշ ժամանակ էլ կմնա։ Դրան գումարած սեպտեմբերի 18-ից, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, երբ այդ անձինք գլխավոր դատախազի եւ դատախազության պատշաճ վերաբերմունքի պայմաններում, այո, գլխավոր ֆիգուրանտներն են լինելու Հայաստանի այն բոլոր գործողությունների, որոնք պարտադիր են միեդի այդ սեպտեմբերի 18-ի դատավճռի իրականացման ճանապարհին։ Եվ այո, նրանք պետք է ներգրավվեն տարբեր կարգավիճակներով եւ տարբեր հոդվածներով ի կատարումն այդ դատավճռի։ Ահա եւ ողջ անելիքը, որը ունի այսօր Հայաստանի արդարադատությունը, Հայաստանի գլխավոր դատախազությունը մասնավորապես, եւ դա պետք է լինի բաց դատական process ի կատարումն, կրկնում եմ, արդեն իսկ կայացած Հայաստանի համար պարտադիր միեդի դատավճռի, որպեսզի այս ազգային խայտառակությունը այլևս չշարունակվի։ Ուրիշ ճանապարհ չկա։ Իրավապահ համակարգի մասին մի օրինակ եմ ուղղակի բերում 2022 թվական, երբ Սպուտնիկի վաստակներից մեկը հարձակվեց ինձ վրա, մենք հիմա 2025 թվականը շուտով լրանում է երրորդ տարին, Մгм. եւ նրան ու կնոջը Հայաստանի իրավապահ համակարգը չի կարողանում բերման ենթարկել առերեսման համար։ Եվ այս մարդիկ խոսում են,
արդար, անկախ, ինչ որ իրավապահ համակարգի մասին, ու մեզ համոզում են, որ Քոչարյանը անցնում է մարտի 1-ի վերաբացված գործով, Սերժը անցնում է ոչ միայն դիզելի գործով, այլ միայն, չգիտեմ, ինչ որ կաշառքի գործով, ու ասում է, որ իրանք անպայման տեսեք, դատական համակարգը անկախ, մենք չենք զանգում, ոչինչ չենք ասում, հեսա իրենք իրենցով կկայացնեն արդար վճիռներ, լուրջ եք ասում, հա, այդ Դրանց հեքիաթները պատմեք խորհրդարանում դիմելով ձեր գործընկերներին, Քոչարյանի եւ Սերժի խմբակցություններին։ ինչպես նաև ձեր ձեր հետ աշխատող մեր հարկերի հաշվին կոնսերվատիվ իրավաբանների։ Ես շատ լավ հիշում եմ այդ միջադեպը։ Եվ նաև մենք բոլորս գիտենք խոսքը ում մասին է։ Դա այն Մարիա Զախարովայի պրոտեժեի մասին, որը դեռ մեկ էլ կտենաք, որ Երևանի փողոցներով թրև է գալիս եւ աղ լցնում Հայաստանի Հանրապետության վրա, ընդ որում ամեն տելեգրամյան պոստը դա մի քրեական գործի մի նյութ կարող է լինել, բայց մեր գլխավոր դատախազությունը հիշեցնում են երեք ճապոնական կապիկներին, հա, որ մեկը աչքերն է փակել, մյուսը ականջները են, մյուսն էլ բերան։ Այնտենց արձանիկներ կան, չէ՞, միջնադարյան։ Սա մասին է խոսքը։ Դե գիտեք ինչ, այդ լավ են անում, որ դատարաններին չեն զանգում, բայց դա դեռ չի երաշխավորում, որ դատարաններին ուրիշ տեղերից չեն զանգում։ Մենք դեռ շատ աբսուրդների կհանդիպենք, քանի մեր իրավաբանություն վրա Աղվան Հովսեփյանի պաչած տեղերն են։ Իրավաբանություն, որը սերում է Վիշինսկիից, քանի մեր պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետը չի փակվել, ընդ որում 10 տարի չաշխատելու պայմանով, քանի իրավաբանների այդ սերունդը չի փոխվել, հա, տեղից սերված։ Հայաստանում լրջագույն խնդիր կա դրա հետ կապված։ Դրա համար էլ իրավագիտակցությունը այս մակարդակի վրա է, իրավաբանության ընկալումները այս մակարդակի վրա են, իրավաբանություն, որը իրավաբանություն չի, ամեն ինչա, բայց ոչ իրավաբանություն։ Դրա համար էլ արդյունքը սա է։ Իհարկե կան առանձին իրավաբաններ, առանձին լուսավոր մարդիկ, բայց նրանք չեն եղանակ ստեղծում ցավոք սրտի, այլ թթվի քարեր։ Արդյունքում ձեր վրա հարձակվող Մարիա Զախարովայի պոլիշորը, ասենք թե մինչև հիմա թրև է գալիս, չգիտեմ որտեղ, եւ հայկական արդարադատություն իրավացու ի վիճակի չէ իրեն պատասխանատվության կանչել։ Մենք շատ խոսում ենք, որ այս ընդդիմությունը, այս պսևդո էլի ընդդիմությունը գնալու է Գյումրի 2, գնալու է Գյումրի 2 սցենար, եսի միջեր։ Ոչ, ներողություն։ Իշխանությունն է գնում Գյումրի 2 սցենարին, որովհետև Գյումրիում իշխանությունը բարձր մակարդակով իրեն ճանաչեց քաղաքական օպոնենտ Վարդան Ղուկասյաններին, միաժամանակ նրանց բնորոշելով որպես կրիմինալ, հետո զարմանալով, որ կրիմինալը քաղաքականության մեջ փող է օգտագործել ընտրակաշառքներ, հետո կաշառք է ուզեցել վերցնել, երբ որ ինչ-որ լիազորություններ է սկսել տիրապետել, հիմա էլ անելու է նույն բանը համապետական ընտրություններում, դա իշխանությունն է գնում Գյումրի 2 սցենարի, որ เป զի ունենա որոշակի առավելություն, այլ բացատրություն ուղղակի չկա։ Դե գիտեք ինչ, եթե եթե ընդունենք, որ նրանք չգիտեն ոնց վարվեն դրա հետ, ապա կարճ ճանապարհ կա, էլի, ընդ որում մի ուրախալի լուր ասեմ, որ Մոլդովայի տարբեր գերատեսչությունների հետ ինչ որ համագործակցություն է սկսել ձևավորվել,
հենց փորձի փոխանակման տրամաբանության մեջ ընդառաջ ընտրությունների այս հիբրիդային վտանգներին դիմագրավելու համար։ Եվ կարծում եմ այդ ռազմավարական հաղորդակցությունների այդ օղակը ստեղծվել է նույն այսպես տրամաբանության մեջ, չնայած դրա մասին վաղուց էր խոսվում։ Գոնե ես մի այսպես հրապարակային մի միջոցառմանը այդ թեմայով իսկ մասնակցել եմ։ Եթե ձևը չգիտեք, գնացեք տեսեք այնտեղ ոնց են անում, դա էլ տեխնոլոգիա է, էլի, այսպես Չէ, վարչարարական վարչարարական տեխնոլոգիա է, ասենք, քայլ առաջին սա է կանում, քայլ երկրորդ սա է կանում, քայլ երրորդ մեկը, մյուսը, մինչև քայլ պայմանական 10-րդ կամ 110-րդ։ Բայց այս ամենը մենք պետք է ֆիքսենք, որ Հայաստանի ինստիտուտները այսօր համարժեք չեն այն սպառնալիքներին, որոնք ի հայտ են եկել եւ որոնք վերածվել են ազգային անվտանգության սպառնալիքի, իսկ հաշվի առնելով նաեւ քաղաքական պահը, այո, էգզիստենցիալ մակարդակի պետականության համար էգզիստենցիալ մակարդակի սպառնալիք են սրանք եւ պետությունը պարտավոր է ձևավորել գործընկերություն հասարակության եւ մեդիայի հետ, որպեսզի դիմագրավի այս սպառնալիքներին, որովհետեւ նույն Մոլդովայի փորձն էլ ցույց տվեց, որ այնպես չէ, որ նենց մայասանդուն դրեց, փակեց, բռնեց, լարեց, այն տորքանգերի նման ու բոլոր հարցերը լուծվեց։ Հա, դա էլ արեց, բայց Մայասանդուն արեց ամենակարևորը։ Մայասանդուն ձևավորեց այդ գործընկերությունը հասարակության հետ, մեդիայի հետ, նաև այդ քայլերով, որը ես ավելի վաղ նշեցի, ապահովեց, որպեսզի Ռուսաստանի այդ թերմացքը վնաս չհասցնի մոլդովական նորածին ժողովրդավարությանը։ Ըստ էության, ես չեմ ասում, որ Մոլդովայի հետ մենք մեկին մեկ քայլերը պետք է դնենք, ուղղակի հենց հայելային կրկնենք։ Բնականաբար Հայաստանն ունի իր տեղական առանձնահատկությունները, բայց խնդրեմ, միտքն էլ տրված է նրա համար, որ վերցնես, ադապտացնես արդեն տեղական առանձնահատկություններին եւ դրանք կիրառես որպես այսպես գործողության ուղեցույց, հա, այսպես ասենք։ Արդեն հաջողությամբ պսակված փորձ, հա, այլ ոչ թե դնես ու նոր հեծանիվ հորինես ու մենք էլ հիմա բանավիճ ենք, թե այդ նորաստեղծ հեծանիվի անիվները կլոր պետք է լինեն, թե քառակուսի, ոմանց գլխի պես։ Հավանայն դեպս այն ամենը, ինչ անձամբ ձեր հետ է կապված 2022 թվականի այդ միջադեպից եկող, հա, ձեզ լիովին իրավունք է տալիս չհավատալու, մինչև կոնկրետ գործողություններ չտեսնեք։ Բայց այստեղ խնդիր կա, ի վերջո, լավ, ինչի համար է գլխավոր դատախազություն։ Մենք հարկատուներս այդ հիմնարկին չենք պահում։ Մի հարց էլ տամ, իսկ ինչ կլինի, որ ընդհանրապես ասենք վաղը երկուշաբթի օր է, հա, եւ գլխավոր դատախազությունն ասենք գործի չգա, ի՞նչ է փոխվելու երկրի համար։ Օ, ձեզ գիտեք ինչքան պատճառ կբերեն։ Հա, բայց պատճառ բերելուց բացի թող գործել անեն։ Մենակ հա, ես այդ պատճառները ամեն անգամ ազգային ժողովում տենց այդ հարց ու պատասխաններից լսել եմ, որ նույնիսկ քաղաքական մեծամասնության падգամավորներն են նյարդային անում, բայց հասկացա ինչքան կարելի է։ Այստեղ լուրջ խնդրեմ կա եւ այդ խնդրեմը ինչ լուծում ունի։ Սրանից արդեն պետք է հենց պետության ֆունկցիաները իրականացնելու մանդատ ունեցող այդ քաղաքական մեծամասնությունը պետք է պատասխան տա
Քաղաքացիների, հարկատուներին։ Հենց դա։ Այո։ Այո։ Հիմա այստեղ հարցն այն չի, հավատում ես, չես հավատում, պետք է հավատաս, թե պետք է չհավատաս։ Սա մի բան է, որ այո, պետք է այսպես ը, ճնշում գործադրվի, այսպես ասենք, դիսկուրսիվ ճնշում գործադրվի, որ ի վերջո սայլը տեղի չարժի։ Ցավոք մեր երկրում այո, այդ թթվի քարի տրամաբանությունն է, էլի, ասես ծանր դրած է այդ բոճկայի վրա ու պետք է այնքան ասվի, մինչև վրայից գլորվի, էլի։ Հասկանում եք։ Հավատակ, չհավատակ, ես ը, ոնց ասեմ, ես ձեր համար ուրիշ ը, իրավապահ եւ դատաիրավական համակարգ չունեմ։ Դե չգիտեմ, օրինակ, ինչպես շատ ընդդիմադիրներ ասում են, որ հեսա իշխանազավթներին իշխանությունից հեռացնենք, մենք էլ կարող ենք բան անել, չէ՞, տրամաբանել։ Հեսա իշխանազավթներին հեռացնեն, իշխանազավթները ինչ որ ձևով իրենց հարցերը կլուծեն, բա հետո։ Եվ հետո, ասենք, Աղվան Հովսեփյանից սերված մեկն էլ կգա ու կվերադառնա ամեն ինչ ի շրջանս յուր։ Վերջ։ Բայց մենք դա թույլ չենք տա, չէ՞։ Այս երկրում մարդիկ են ապրում։ Այս մեր երկրում ապրում են մարդիկ, ովքեր դա չեն հանդուրժի եւ հանգարտ մտքներով չանցնի։ Իսկ եթե փորձեցին ինչ-որ հակաօրինական ճանապարհներով այլ բաներ անել, կստանան հասարակական հակազդեցություն, ընդ որում բավականին դաժան, եւ թող կրակի հետ խաղ չանեն։ Ընդ որում իշխանությունն էլ, որը նաև օրենքի գերակայության պահապանն է ըստ իր մանդատի, այս բաները պետք է հաշվի առնի։ Շնորհակալություն, պարոն Մեհրան։ Համեցեք։ Զրուցակիցս հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյան։